միամիտ են չի, բայց մենք չենք կարող դիմել Գարսկի տրիբունալ։ Կարող ենք։ Դրա մասին խոսել ենք, ուրեմն Հաագայում գտնվում է Արդարադատության միջազգային դատարանը, որը մի շարք լիազորություններ ունի, այդ թվում նաև իր ստատուտի 36-րդ հոդվածի 2-րդ մասով իրավունք ունի եզրակացություն տալ միջազգային փաստաթղթերի վերաբերյալ պայմանագրեր եւ այլն եւ այլն։ Իսկ մեր դիմումը պետք է լինի ոչ թե նորից տարածքային պահանջ, որտեղ այդ դատարանը նման լիազորություն չունի։ Շատերին թվում ասում դիմենք դատարան հողային պահանջ ներկայացնել։ Չկա աշխարհում որևէ դատարան, որտեղ դու կարաս դիմես, ես Թուրքիայից հող եմ ուզում։ Բացի Թուրքիայից հող ես ուզում, գնա Թուրքիայից ուզ, ես ինչ կապ ունեմ այստեղ։ Որտեղ այդ դատարանը նման լիազորություններ չունի։ Բայց դատարանը լիազորություն ունի կարծիք տա, այդ թվում պարտադիր կարծիք տա, binding decision, իրավական փաստաթղթի մասին։ Իսկ դու ասում ես կա փաստաթուղթ, ես ուզում եմ որ դու կարծիք տաս, պաշտոնական կարծիք, այս փաստաթուղթը ուժի մեջ է թե ոչ։ Եթե դուք ստանում եք որ փաստաթուղթը ուժի մեջ է, ինքնին նշանակում փաստաթղթից բխող բոլոր հետևանքները ուժի մեջ են։ Իսկ այդ դեպքում դուք արդեն պետք է մտածեք ոնց ի կատար կայացել իրավարար վճիռը, որը ասում է այս տարածքը հայերին է։ Ասենք Հույսունյան Հայաստանը հայերինն է։ Այդտեղ մի մեխանիզմ կա։ Դա անվտանգության խորհրդին դիմելն է, որովհետև ՄԱԿ-ը ունի 6 հիմնական կառույց, որից միայն 2-ի որոշումներն են կատարման համար պարտադիր։ Դա բարձրագույն քաղաքական մարմնի անվտանգության խորհրդի որոշումներն են։ Գիտեք այդ 5 գումարած 10 կառույցը, 5 մշտական անդամ եւ 10 փոփոխվող կամ ժամանակավոր, այսպես են դերաշում, եւ ՄԱԿ-ի դատարանը, հենց այդ դատարանը։ Այս ՄԱԿ-ի դատարանը չպետք է շփոթել մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կամ Հաագայի քրեական դատարանի հետ, դրանք տարբեր բաներ են։ Խոսքը գնում է International Court of Justice, արդարադատության դատարանի, որը լուծում է միջպետական վեճեր։ Մյուսները միջպետական վեճեր չեն լուծում, ասենք քրեականը լուծում է միջազգային հանցագործություններ եւ այլն։ Ասենք պետք է վերցնել դատարանի վճիռը, տանել արդարադատության, տանել անվտանգության խորհուրդ եւ ասել. քո համար պարտադիր վճիռ կա։ Արդեն դու որոշի այս վճիռը կատարածելու համար ինչ պիտի անես։ Թող նրանք որոշեն։ Թուրքիան շատ խորաման քաղաքականություն է տանում, երբ որ փորձում է ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները, հատկապես, ասենք, դիմակայություն, այս խնդիրները, վեճը, իջեցնել, նեղացնել երկկողմ մակարդակի։ Եվ շատերը այդ խայծը մենոնք ուտում են, որ այսինքն ինչու, որտեղ եթե մենք իջնենք երկկողմ մակարդակի, հաստատ կպարտվենք։ Ակնհայտ է, չէ՞ որ Թուրքիան ուժեղ է։ Իր բոլոր կարողություններով է ուժեղ, քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլն։ Եվ եթե դու մտնում ես երկկողմ պայքարի մեջ կպարտվես։ Առավել եւս հայ-թուրքական սահմանը չի լուծվել երկկողմ փաստաթղթով։ Դա վճիռ է, որի մաս են կազմել, մենք հաշվել ենք այսօրվա 197 երկրից առնվազն 137-38-ը։ Այսինքն ՄԱԿ-ի անդամ երկրների զգալի մասը ուղղակի կամ անուղղակի մաս են այդ վճռին կազմում։ Այդ դեպքում բոլորովին կարիք չկա իջեցնել այդ մակարդակի, որովհետև նաև մյուս երկրներն են պարտավորությունների տակ։ Տեսեք, եթե Թուրքիան պարտավոր է ի կատարածել, թե ի վնասիրեն այդ վճիռը, մյուս երկրներն են, օրինակ բրիտանական կայսրությունը, այդ ժամանակ, ասենք, մեծ երկրների մասին են խոսում, որ երյակ են ժամանակի շետ բրիտանական կայսրություն, Ֆրանսիա, Իտալիա, նրանք էլ են պարտավոր ի կատարածել որպես մասնակից։ Այսինքն, այդ խնդիրը կա, այսինքն հավասարաչափ պարտավորությունների տակ են բոլորն էլ գտնվում։ Հետևաբար, ուրեմն նրանց էլ պետք է ներգրավել, ինչի նրանց ազատել այդ պարտավորությունից։ Իրանք ժամանակին եւ մեզ խոստումներ են տվել եւ դա արել են եւ մենք դրա համար ենք հաճախ տուժել ենք հաճախ, մեզ հաճախ թուրքերը շարունակել են կոտորել հենց դրա համար, որտեղ դաշնակիցների կողմ ենք եղել, չենք դավաճանել նույն ֆրանսիացիներին, որոնք մեզ հետո դավաճանեցին։ Այդ խնդիրները կան, իրենք ուրեմն պարտավոր են եւ թող անեն։ Բայց որ կարող ենք դիմել, բայց այստեղ հարցը հետեւյալն է, որ մենք ասածը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն դա ոչ
Սփյուռքն է, ոչ մենք ենք անհատներ, ոչ զանազան հասարակական կազմակերպություններ, որ իրենց կոչում են վտարանդի կառավարություններ, չգիտեմ, խորհրդարաններ, ոչ ոք։ Միայն ՄԱԿ-ի անդամ հանդիսացող միջազգային իրավունքի սուբյեկտը, որը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունն է։ Կամ հնարավոր է նաև ՄԱԿ-ի անդամ որևէ այլ երկիր, որը մաս է կազմել իրավարար վճռի։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, բոլորը հարց կտան, իսկ ինչի Հայաստանը չի ներկայացնում որևէ պահանջ, ասենք Հունաստանը կամ Իտալիան է ներկայացնում։ Բայց տեսականորեն դա հնարավոր է մյուս երկրներն էլ կարող են։